Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ահա որ կարևոր է այս պահի դրությամբ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է մինչև ազգային ժողովի ընտրությունների ինչ-որ ձևաչափով կարծիք փոխել, ասենք անդրկուլիսյան բանակցություններով Ռուսաստանի հետ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի համար Նիկոլի վերընտրվելը կյանքի ու մահվան հարց է, որովհետև Ադրբեջանը ու Թուրքիան ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլը վերընտրվի Հայաստանի վարչապետ, այսինքն իր կուսակցությունը պարզ մեծամասնություն ստանա, որովհետև Նիկոլը այդ ամեն ինչի դիմաց խոստումներ է տվել, որոնց մի մասը ինքը արդեն կատարում է, գիտեք, չէ, ասենք այդ Թուրքիան ու Ադրբեջանը այդքան էլ Նիկոլին չեն հավատում, ասում են վերընտրվելուց դառաջ հələ կոնկրետ այս պահերով քայլեր արա, օրինակ սահմանադրության փոփոխության հարց, պատահական չէ, որ արտարադատության նախարարը Գալյանը ինչ է, ասում է մարդ ամսին սահմանադրության նոր տեքստը կլինի, այսինքն իրանք արդեն իրանց տերերին Բաքվում եւ Անկարայում ցույց են տալիս, որ այս պահանջի այս մասը կատարել ենք, տես, այ որ մենք վերընտրվենք, արդեն լրիվ ձեր ուզելով կլինի, օրինակ, ասենք նույն Զանգեզուրի Միչանսկի պահը, Ադրբեջանը ասում է այսպես պետք է լինի, Թուրքիան ասում է այսպես պետք է լինի, Նիկոլը ասում է օքեյ, շատ լավ, շատ լավ, այդ պահը արդեն կա, ադրբեջանցին պետք է Հայաստանի տարածքով ասի անխոչնդոտ, հայ սահմանապահի երես պետք է չտեսնի, արհեստական բանականություն ենք տնելու այդտեղ, երրորդը, հայկական բանակը պետք է թուլանա, տարածաշրջանի բոլոր երկրները էլ Իրանի ու Թուրքիայի մասին չասեն, որ կտրուկ աճեցնում են իրենց ռազմական բյուջեն, Ադրբեջանը զինվում է անսահմանափակ, մենք կրճատում ենք մեր զինված ուժերի, ուրեմն ուժերի տրամադրվող գումարը, հա, Վենսը ասում է 11 միլիոն ամերիկյան դոլարի ԱԹՍ ենք ուղարկել, գիտեք չէ, պարզվեց, որ այդ ԱԹՍ-ները 500,000-ից մինչև 1 միլիոն ամերիկյան դոլար է, ու հետախուզական ԱԹՍ-ներ է, ու դա փորձում են ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում, 2-3 հատ տանկի գին է, գիտեք չէ, այդ 11 միլիոն ամերիկյան դոլարը, ու փորձում են դա ներկայացնել որպես ահռելի մեծ ձեռքբերում, մի օր Նիկոլ անհողը չանդրադարձավ Ալիևի այն պնդմանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 4,8 միլիարդ դոլարի զենք են ոչնչացրել եւ խլե մեզանից 23 թվականին է եւս 1 միլիարդ դոլարի զենք, որտեղից է զենքը Հայաստանին, Ադրբեջանի բռնապետ այդ հարցը տալիս է, Նիկոլենք ծպտուն չեն անում, վախենում են արձագանքեն, որովհետեւ եթե հերքեն Ադրբեջանի բռնապետը նույն րոպեին ապացույցները կներկայացնի, եթե հաստատեն էլ կապացուցվի, որ իրանք ստախոս են, պարզվում է մեր բանակը լավ է զինված է եղել եւ մենք պարտվել ենք դավադրության եւ դավաճանության արդյունքում։ Հիմա խնդիրը այստեղ հետեւյալն է, թե օրինակ այս պարագայում Ռուսաստանը ինչպես պետք է գոնե իր ազգային շահերից դուրս գալով նաեւ մեզ փրկեր, բայց ինչպես տեսնում եք Ռուսաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, ես չգիտեմ իրանք ինչ են մտածում, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում ռուսերին մեղադրել, որովհետև ես այդ տեսակետի կողմնակիցը չեմ, որովհետև եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք, եթե մենք մեր հալով մտածում ենք, որ մենք շատ ճարբիկ ենք, ու կարող ենք ասենք մեր խնդիրները սրա նրա գրբանը գցել ու ասել ամեն ինչում ռուսն է մեղավոր, ամեն ինչում Իրանն է մեղավոր, ամեն ինչում արևմուտքն է մեղավոր, մենք շատ անլուրջ ենք։ Ասենք մեր երկրի վարչապետը գնում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին բանում Պրագայում երկու ֆրանսիացու հովանավորությամբ ստորագրում է փաստաթուղթ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, մենք ասում ենք իսկ ռուսը ինչի չպահեց։ Իսկ ռուսը տեսնում է, որ մենք անդրկուլիսյան բանակցում ենք, այստեղ այնտեղ, ինքն էլ իր հերթին է մեզ ծախում, իր հերթին է մեր թիկունքում դավադրություններ անում։ Եթե մենք մտածում ենք, երեք Նիկոլան հողը ասում է, մենք լիովին անկախ ենք, եղավ, շատ ծիծաղելի է, ես որպես պատմաբան չգիտեմ մեկ երկիր աշխարհում, որը կապիտուլացվել ու իրեն անկախ է զգում, նույնիսկ աշխարհի թիվ 1 տնտեսապես զարգացած պետություն
Ճապոնիան երկրորդ աշխարհամարտից հետո մինչև հիմա չի կարողացել լիակատար վերականգնել իր անկախությունը, որտեղ ամերիկացիները եկել ու բնագրել են Ճապոնիայում, այնտեղ տեղադրելով իրենց բազաները եւ այդ բազաների ծախսերի մեծ մասը դնելով ճապոնացի հարգատուների վզին։ Հիմա նույնը մեր մոդ է լինելու, թե ես չհասկացա, ասենք սրագրգիծնրա գիրքը թռնելը եւ Հայաստանը դարձնել պատերազմական պլացդարմ ինչ նպատակ ուներ, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք շատ անհեռատես եւ շատ ագրեսիվ ուրեմն գործընկերների եւ հարևանների, ինչպես նաեւ հեռավոր բարեկամների հետ նորաթուղ, որոնք արհամարած ունեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը եւ այստեղ առաջնորդում են իրենց սեփական շահերով։